Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղության նորակարգին և կարևորում է տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացումը։ Այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Երևանում պաշտոնական այցով գտնվող Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Երմեք Կոշերբաևի հետ հանդիպման ընթացքում։ Միրզոյանի խոսքով կառավարության խաղաղության խաչմերուկ նախաձեռնության շրջանակում տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը կարող է նպաստել տարածաշրջանի տնտեսական ներուժի առավել արդյունավետ իրացմանն ու միջտարածաշրջանային գործակցության ամրապնդմանը։ Նա նշել է, որ հայ-ղազախական հարաբերություններում պահպանվում է դրական և կայուն դինամիկա, իսկ բարձր մակարդակի փոխայցելություններն ու համատեղ նախաձեռնությունները լրացուցիչ խթան են հաղորդել բազմոլորտ գործակցությանը։ Մեր լայն օրակարգում հատուկ պետք է ընդգծեմ մեկ կարևոր մեր երկու երկրների տարածաշրջանների տնտեսական զարգացման համար առանցքային ուղղություն փոխկապակցվածությունը։ Համոզված եմ, որ տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների հետագա զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերը, այդ թվում Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախաձեռնության տրամաբանությամբ կնպաստեն տարածաշրջանի տնտեսական ներուժի լավագույնս իրացմանը և միջտարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը։ Նախարարը նաև ընդգծել է, որ հայ-ղազախական հարաբերությունների զարգացման կարևոր փուլ է դարձել նախորդ տարվա նոյեմբերին հաստատված ռազմավարական գործընկերությունը։ Նրա խոսքով այս ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն այժմ հետևողականորեն կյանքի են կոչվում։ Միրզոյանը վերահաստատել է նաև, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության նորակարգին և բարձր է գնահատում այդ ուղղությամբ Ղազախստանի պատրաստակամ աջակցությունը։ Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղության օրակարգին, արժևորում ենք նաև այս ուղղությամբ գործադրվող ջանքերին աջակցելու Ղազախստանի պատրաստակամությունը։ Ուրախ եմ այս այցի շրջանակներում մտքեր փոխանակել երկարաժամկետ և ինստիտուցիոնալ խաղաղության ամրապնդման հարցերի շուրջ։ Ամփոփելով ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը շարունակել Ղազախստանի հետ հաստատված փոխշահավետ համագործակցությունը, որը վստահ ենք համապատասխանում է մեր ժողովուրդների և պետությունների շահերին։ Իր հերթին Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեք Կոշերբաևը հայտարարել է, որ Հայաստանը Ղազախստանի քաղաքական և առևտրատնտեսական հուսալի գործընկերն է Հարավային Կովկասում։ Նրա խոսքով Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի այցը Երևան և վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Աստանա դարձել են այդ հարաբերությունների զարգացման կարևոր հանգրվաններ։ Հայաստանը Ղազախստանի քաղաքական և առևտրատնտեսական հուսալի գործընկերն է Հարավային Կովկասում։ Ղազախստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով։ Աստանայում ստորագրված ռազմավարական գործընկերության վերաբերյալ համատեղ հռչակագիրը նոր էջ կբացի մեր բազմակողմ գործակցության համար։ Հանդիպմանը քննարկվել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված նախաձեռնությունները, այդ թվում առևտրատնտեսական հարաբերությունների և գործարար կապերի խթանումը։ Նույն օրը Ղազախստանի արտաքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակությանն ընդունել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն ընդգծել է երկկողմ հարաբերությունների ռազմավարական բնույթն ու բարձր մակարդակի փոխայցելությունների կարևորությունը։ Վարչապետի խոսքով տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները դրական ազդեցություն ունեն նաև Հայաստան-Ղազախստան գործակցության վրա, իսկ Ադրբեջանի, Ռուսաստանի և Վրաստանի միջոցով հաստատված երկաթուղային հաղորդակցությունը նոր հնարավորություն է ստեղծում առևտրատնտեսական կապերի ընդլայնման համար։ Երմեք Կոշերբաևն իր հերթին կարևորել է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը և ընդգծել Ղազախստանի աջակցությունը թրիփի և խաղաղության խաչմերուկ նախագծերին։ Կողմերը քննարկել են նաև ենթակառուցվածքների, շինարարության, գյուղատնտեսության, տեխնոլոգիաների, ավիահաղորդակցության և զբոսաշրջության ոլորտներում գործակցության զարգացման հարցեր։ Կարևորվել է Հայաստանի և Ղազախստանի միջև ուղիղ ավիաչվերթների մեկնարկը, նաև հայաստանյան գործարարների պատվիրակության առաջիկա այցը Ղազախստան։ Նույն այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաքյանը հանդիպել է Ղազախստանի տրանսպորտի նախարար Նուրլան Սուրանբաևի հետ։ Քննարկվել են ավիացիոն և տրանսպորտային ոլորտներին վերաբերող հարցեր։ Կարևորվել է ուղիղ ավիացիոն կապի հաստատումը և անդրադարձ է կատարվել նաև խաղաղության խաչմերուկ նախագծին ու երկաթուղային գործակցությանը։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։